Եթերում Էպիկենտրոն լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Արա Աբրահամյանը, բարի երեկո։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Գյումրի։ Այցի շրջանակում ՀԱՕԿ նախագահը երկու միջոցառման է մասնակցել։ Մանրամասնում է իմ գործընկեր Կարո Պողոսյանը։ Գյումրիում անցկացված Սերոբ Գրիգորյանի անվան 6-րդ հուշամրցաշարին հանրապետության բոլոր մարզերի ազատ եւ հունահռոմեական ոճի 13-ից 15 տարեկան մոտ 250 պատանի ըմբիշ էր մասնակցում։ Ավանդական այս տուգատեսի եզրափակիչ գոտեմարտերին տեղում հետևում էին հայրենական սպորտի ղեկավարները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Մինչ եզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Սերոբ Գրիգորյանի հիշատակը։ Շնորհակալություն։ Այնուհետև ողջույնի խոսք ասաց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իդեպ ավանդական դարձած հուշամրցաշարը կազմակերպվում է Սերոբ Գրիգորյանի եղբորորդու Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Ստուգատեսին աջակցում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյան, մենք շնորհակալ ենք, որ դուք մեզ հետ եք, մեր կողքին եք։ Այսել 2 տարի մրցումները կազմակերպվում է ձեր հովանավորությամբ, ձեր աջակցությամբ, իսկ ձեր ներկայությունը միանշանակ ոգևորում է մեր սպորտսմեններին, մեր մարզիկներին։ Գյումրին չեմպիոնների իսկական դարբնոց է։ Մեր 13 օլիմպիական չեմպիոններից 4-ը հենց գյումրեցի են։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Գյումրիում պահենք եւ պահպանենք այս լավ ու բարի ավանդույթը։ Ողջույնի իր խոսքում նշեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Տարին տարվա վրա իհարկե նկատել է մեր արդյունքները մարզաշխարհում, երևի բոլորդ էլ տեսնում եք ամբողջ աշխարհով, աշխարհի Եվրոպա առաջնություններին։ Միշտ էլ հայկական դրոշը բարձրանում է, հայկական հիմնը հնչում է։ Գյումրի եղել է որպես սպորտի դափնոց, դա այո այդպես է։ Ես եկել եմ անցյալ տարի Գյումրի եւ իմ կողմից որոշում կայացեցի եւ արդեն ամբողջ շինանյութերը այստեղ են, որ մենք մի 10 օրից հստակացավ 4000 քառակուսի մետր մարզադպրոց Գյումրու համար, որ բոլոր պայմանները կա, բոլոր սպորտաձևերի։ Սա պատմություն է, սա հիմնականում մեր հպարտությունն է, ամեն մեկիս։ Սա իհարկե իմ աշխատանքն է, ես որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, որ մեր բոլորի առաջին խնդիրը պետք է լինի սպորտի զարգացումը, որ մեր երեխաները փողոցից կտրվեն, որ նրանք կարողանան առողջ մարդ դառնալ, գեղեցիկ, հզոր, իսկ առողջ ուժեղ հզոր մարդը միշտ արդարացի է, միշտ բարի է, միշտ լավատես է լինում։ Հայաստանում սպորտի զարգացման եւ օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգև ոսկե շքանշանով, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց։ Մարտուն Գրիգորյանը, որը այսօր Գյումրու ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա մեծ աշխատանք է կատարում ոչ թե միայն սպորտով, այլ ընդհանրապես երիտասարդ, որը ցանկություն ունի, ձգտում ունի ձեռագիր թողելու, լավ անելու։ Նա իմ կուսակից ընկերն է, ես հպարտանում եմ։ Ռոբերտ Սարգսյանն էլ ՀԱՕԿ-ի տրթակ 3-րդ արշակունի մեդալի արժանացավ։ Մարզաշխարհի մի շարք երախտավորներ էլ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀԱՕԿ-ի շնորհակալագրեր ստացան։ Մրցաշարի պաշտոնական արարողությունից հետո մրցագորգ դուրս եկան պատանի ըմբիշները։ Համառ եւ անզիջում մրցապայքարից հետո ի հայտ եկան հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք դիպլոմներից եւ մեդալներից զատ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նաեւ դրամական պարգևների արժանացան։ Այս տարի օլիմպիական խաղերն է եւ մեր մարզիկները ինձ թվում է ոչ թե թվում է անպայման այդ հաղթանակի բերկրանքը մեր ժողովրդին կպարգևեն, որ մեկ անգամ եւս մեր ժողովուրդը կարողանա այդ հաղթանակի բերկրանքը օլիմպիական խաղերի ոսկին տեսնի եւ ուրախանա եւ հպարտանա։ Շնորհակալություն։ Սերոբ Գրիգորյանի պատվին կազմակերպված ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարից հետո Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաև Գյումրիում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը։ Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացուցչություն էր բացել նաև Լորվա մարզում, Վանաձորում։ Ներկայացուցիչը ոչ միայն մեծ սպորտի համար, այլ նաև առողջ ապրելակերպի եւ օլիմպիական գաղափարների տարածմանը։ Դա շատ կարեւոր է, որ նաև այդ տեսանկյունից նայենք։
եւ այսօր լորին արդարացրել է, վստահ եմ, որ Շիրակն է արդարացնի եւ այսպես մարզ առ մարզ մենք ունենանք մեր ներկայացությունները։ Հուսանք, որ մարզերում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցչությունները կնպաստեն մարզական արդյունքների բարելավմանն ու սպորտի ել ավելի մասսայականացմանը։ Կարո Պողոսյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Էդվարդ Նալբանդյանը այցը խորհրդանշական է որակել, քանի որ այն ընթանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի նշման օրերին։ 20 տարի առաջ ապրիլի 3-ին են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Նախարարների այսօրվա առանձնազրույցին հաջորդել է մամուլի ասուլիսը։ Մանրամասնում է իմ գործընկեր Հասմիկ Օհանյանը։ Երկու տասնամյակ, ճիշտ այսքան է հաշվում Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից, ապրիլի 3-ից։ Դիվանագիտական հոբելյանը տոնում ենք 20-ամյակին նվիրված նոր փոստային ապրանքի, նամականիշով ծրարի մարմամբ։ Մեր պետությունները այսօր ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, նախագահների ինտենսիվ հանդիպումներ։ Միայն վերջին 2 տարում նրանք հանդիպել են 40 անգամ։ Զարգանում են առևտրատնտեսական հարաբերությունները։ Ռուսաստանը Հայաստանում ներդրում ունի $3 միլիարդ շրջանակում։ Այս հոբելյանը մենք դիմավորում ենք երկկողմ բավականին լավ հարաբերությունների առկայության պայմաններում։ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ փոխհարաբերությունները, հատկապես միջազգային հարթակներում։ Թե որքան ակտիվ է եղել համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ռուս դիվանագետը հատուկ է շեշտադրում։ Մեդվեդև, Սարգսյան, Ալիև բազմաթիվ հանդիպումներ ռուսական կողմի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների աշխատանքին աջակցելու նպատակով։ Բայց հենց երանախագահների գործունեության մասին Բաքվից հնչող բացասական գնահատականները չեն դադարում։ Միջնորդներն ազնվորեն են կատարել եւ կատարում իրենց պարտականությունները։ Թե ինչպես են գնահատում կողքից, ես տարբեր արտահայտություններ եմ լսել զգացմունքային եւ ոչ պաշտոնական, բայց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարություններում արտացոլված է նրանց աշխատանքին տրված բարձր գնահատականը։ Երկու պետությունների պաշտոնական դիրքորոշումն ամրագրված է թղթի վրա եւ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Ադրբեջանը կհամաձայներ համանախագահների առաջարկություններին, եթե շահագրգիռ չլիներ ստատուս քվոյի պահպանմամբ, արձանագրում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ընդգծելով Ադրբեջանը վերջին շրջանում մերժել է համանախագահների կողմից արված առնվազն 4 առաջարկություն։ Ադրբեջանցիները ստատուս քվոյի փոփոխությունը պայմանավորում են միայն մեկ հանգամանքով, այն է Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձով։ Այս հարցի առնչությամբ համանախագահները բազմիցս նշել են, որ հակամարտության կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները եւ տարրերը իրենցից մեկ ամբողջություն են ներկայացնում եւ դրանցից ոչ մեկը չի կարող մյուսից անկախ դիտարկվել։ Հարևաններ, բարեկամ երկրներ, ռազմավարական գործընկերներ, Հայաստանին եւ Ադրբեջանին այս կերպ է բնորոշում ռուս բարձրաստիճան պաշտոնյան Ռուսաստանի դիտանկյունից, հավելելով, Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է այս երկրներում։ Մենք արել ենք ամենը, որ դադարեցնենք արյունահեղությունը 90-ականներին եւ այսօր էլ անում ենք հնարավորը բանակցային գործընթացի շրջանակում, բնականաբար հաշվի առնելով կողմերի ցանկությունները։ Անդրադարձ Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։ Հայաստանը կողմնակից է իրանական հարցի խաղաղ կարգավորմանը։ Երևանի կողմից բազմիցս արտահայտած դիրքորոշումն է հիշեցնում նախարար Նալբանդյանը։ Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով եւ անհրաժեշտ է Իրանի հետ միջազգային հանրության երկխոսությունը։ Հայաստանը շահագրգռված է հարցի խաղաղ կարգավորմամբ, առավել եւս առանց ուժի կիրառման։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնում է, որ Իրանի նկատմամբ բոլոր գործողությունները պետք է օրինական հիմքեր պարունակեն։ Եթե պատկերացնենք վատագույնը եւ ռազմական գործողություններ ձեռնարկվեն Իրանի նկատմամբ, ապա դա կազդի ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի անվտանգության վրա։ Պետք չէ մոռանալ, որ այդ երկրներում մեծաթիվ ադրբեջանցիներ են ապրում։ Ռուսաստանն էլ անմասն այդ ամենից չի մնա, քանի որ այդ սցենարի դեպքում հազարավոր փախստականներ ճամփա կբռնեն դեպի Ռուսաստան։ Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը Սերգեյ Լավրովի որակմամբ բարդ բաղադրիչներից հյուսված գործընթաց է։ Հասմիկ Օհանյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հանդեպ մենք հատուկ ուշադրություն ենք ցուցաբերում։ Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը եւ մենք պարտավոր ենք ընդլայնել եւ ամրապնդել երկկողմ փոխհարաբերությունները։ Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին, նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության
համագործակցության լավ արդյունքներով եւ հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, Citronics ընկերության գործունեությունը եւ ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ վերին Լարս անցակետը Ռուսաստանի Դաշնության մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ։ Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի նվիրված հանդիպում է այսօր կազմակերպել մեր երկրում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։ Հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներին դեսպանը պատմել է իր երկրի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի 20 տարվա արդյունքները, հաջողությունները եւ նոր ծրագրերը։ Ջոն Հեֆերնը նշել է, որ շնորհիվ Հայաստանի առաջադեմ գործիչների հետ համագործակցության իրենց հաջողվել է հասնել արևմտյան արժեքների տարածման։ Առաջիկա 20 տարիները ձեզ են պատկանում։ Հուսով եմ, որ Հայաստանում բարեկեցիկ ազատական ժողովրդավարությունը կերտելու գործում ամերիկացիներին կշարունակեք ընդունել որպես գործընկեր եւ բարեկամ, ասել է Միացյալ Նահանգների դեսպանը։ Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արևմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ։ Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները։ Մենք հավատում ենք, որ իզորու ենք փոփոխություններ կատարել լինելով լավատես ու մի փոքր անհամբեր, եւ հուսով ենք հայերը նույնպես հավատում են դրան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր կիրակնօրյա արտահերթ նիստում գրանցել է համամասնական ընտրակարգով դիմաց բոլոր 8 կուսակցությունների եւ 1 կուսակցության դաշինքի ցուցակը։ Նիստի ընթացքում ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը մերժվել է։ Քաղաքացի Գևորգ Պերկուպերկյանի բողոքի առիթով հարուցված վարչական վարույթն էլ կարճվել, թե ինչու կարող եք տեղեկանալ տեսանյութից։ Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՀԿ, Դեմկուս, ՀՅԴ, Միավորված հայեր, ՕԵԿ եւ ՀԱԿ-ը որպես կուսակցությունների դաշինք։ Ձեր ձայնի հասցեատերերի ցուցակն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցում է համամասնականով ներկայացված բոլոր ցուցակները, բացառությամբ որոշ կուսակցությունների ցանկում ներառված առանձին քաղաքացիների։ ՀԱԿ ցուցակի 10-րդ հորիզոնականը Էլ Խաչատուր Սուքիասյանինը չէ։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի 10-րդ համարում ընդգրկված Տեխնացու Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի գրանցումը մերժել, կողմ 7 դեմ չկա, որոշումն ընդունված է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժանմունքը Սուքիասյանին Հայաստանում 5 տարի մշտապես բնակության տեղեկանք տվել է, բայց արդեն մարտի 15-ին անձնագրային եւ վիզաների վարչությունից տեղեկացրել են տեղեկանքը հիմք չընդունել։ Ստացվում է դիմումում մի տեղեկանք պակաս է, հետեւաբար Սուքիասյանին չեն գրանցում։ Չեն գրանցվում նաեւ ՕԵԿ-ական Արամ Հարությունյանը եւ Հակոբ Ուզունյանը։ Ոչինչ չեմ կարող վերջնել։ Ասելիք չունի Լևոն Զուրաբյանի ներկայացուցիչը։ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի ղեկավարի դիմումում ասվում է հանրապետական կուսակցությունն իր կարգախոսով եւ վաղօրոք բացված շտաբերով խախտում է ընտրական հավասար իրավունքի դրույթը։ Տիգրան Մուկուչյանը քարոզչական տպագիր նյութ համարվելու օրենսդրական չափորոշիչներն է թվում։ Չափանիշ 1 6 քառակուսի մետր, չափանիշ 2 կուսակցությանը միտված ուղղակի կոչեր եւ տեղամասերի թիվը չգերազանցող տեղամասերի համար որոշակի թվային սահմանափակում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ դրույթներից ոչ մեկը չի խախտվել։ Ցանկանում է լսել դիմումատուի ներկայացուցչի կարծիքը։ Այնպիսի խոչուց ձևով է ձևակերպված, որ մեկնաբանությունը մի փոքր չէ կարողանում դա։ Օրենքի անհստակությունից բողոքում է, բայց որոշումը չի առարկում։ Առարկող չկա, հաջորդ քննարկմանը եւս դիմումատուն նիստին չի ներկայացել։ ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանը բողոքում է էլի ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի դեմ։ Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը ՀԱԿ համամասնականում են, իսկ կնիքը նրանցից վերցնելու հայցը դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ վարչական վարույթը կարճում է։ Եթե դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց, միջև միևնույն առարկայի վերաբերյալ եւ միևնույն հիմքերով գործ։ Դիմումների նոր չափաբաժնի քննարկումը հաջորդ նիստի ընթացքում։ Տաթև Դանիելյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին Երևանի մամուլի ակումբը լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակում անցկացրել է սեմինար ընտրական գործընթացների լուսաբանումը Հայաստանում թեմայով։ Երկօրյա քննարկման մանրամասներին է անդրադառնում իմ գործընկերը Հարուն Հայրապետյանը։
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Աղվերանում էին հավաքվել մարզային եւ մայրաքաղաքային բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ինչպես անել, որ անկախ Հայաստանի պատմության ամենաժողովրդավար ընտրությունն անցկացնելու հարցում ԶԼՄ-ներն իրենց դերը պատվով կատարեն։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ նախորդ ընտրությունների համեմատ հանրությանն իրազեկելու եւ տեխնացուների համար հավասար հնարավորությունների ապահովման առումով հեռարձակվող լրատվամիջոցներն առաջընթաց են ապրել։ Այս տարի ընտրությունների նախաշեմին մարզային հեռուստաընկերությունների հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Մարզային հեռուստաընկերությունների մեծ մասը, նույնիսկ կարելի ասել բացի Գյումրիի 3 հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը որոշում չի կայացրել քարոզչության համար վճարովի ժամանակ տրամադրել եւ դա նշանակում է, որ մեծամասնականով առաջադրած տեխնացուները հնարավորություն չունեն փաստորեն եթերը օգտագործել իրենց ասելիքը, իրենց խոսքը համակարգացիներին հասցնելու համար։ Ընտրական գործընթացների լուսաբանման կարգավորման հայկական եւ միջազգային պրակտիկան ներկայացնելով փորձագետ Մեսրոպ Հարությունյանն անդրադարձավ քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ հեռուստաեթերից հնչող թաքնված քարոզչության տարերին։ Այս ժամանակաշրջանում լինում են նյութեր, լուսաբանումներ, չգիտեմ, ինչ որ իրադարձությունների մեկնաբանություններ եւ այլն, որոնք կարող են նախընտրական քարոզչության տարեր պարունակել իրենց մեջ, այս կամ այն կուսակցության կամ տեխնացուի եւ սա որևէ կերպ կարգավորված չէ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց այն մեթոդաբանությունը, ըստ որի իրենց հանձնաժողովը ապրիլի 8-ից մայիսի 4-ը անցկացնելու է հեռուստառադիոընկերությունների մշտադիտարկում։ Ողջ եթերը սկսված, ասենք թե գեղարվեստական ֆիլմերից եւ այլը ենթարկվելու է մշտադիտարկման, որպեսզի գնահատական տրվի մեր կողմից արդյոք դրանք պարունակում են քարոզչական նյութ կամ հակաքարոզչություն։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նախընտրական քարոզչություն է համարելու նաեւ կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց եթերում ցանկացած կերպ երևալը, անգամ տեսահոլովակներում եւ գեղարվեստական ֆիլմերում։ Ասել է, թե օրինակ ՀՀԿ Top 20-ում հայտնված Շուշան Պետրոսյանի կատարումներին կամ էլ Հայ ազգային կոնգրեսի ցուցակում ընդգրկված Երվանդ Մանարյանի մասնակցությամբ Փարսնացուն հյուսիս ֆիլմին մինչեւ քարոզարշավի ավարտը եթերում սպասելն անիմաստ է։ Ահարոն Հայրապետյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը եւ Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը այսօր խոսել են նաեւ քաղաքական կառույցների գործունեության հավասարաչափ լուսաբանման մասին, շեշտելով, որ մշտադիտարկման արդյունքներով վերջին շրջանում առավել ակտիվ է Կենտրոն հեռուստաընկերությունը։ Բանախոսի դիտարկմամբ ի տարբերություն շատ այլ լրատվամիջոցների, որոնք ավելի շատ լուսաբանում են վարչական ռեսուրսների տիրապետող քաղաքական գործիչների ելույթները, Կենտրոնը արտահայտվելու հնարավորություն տալիս է բոլոր կողմերին, անկախ նրանց իշխանական կամ ընդդիմադիր կեցվածքից։ 6-7-8 րոպեանոց սյուժեները, որոնք ավանդույթ են մեր շատ հեռուստաընկերություններում, լուրերի տևողությունը Կենտրոն հեռուստաընկերությունը 6 անգամ հիմնական երկու հաղորդումներում, համ հիմնական բանավեճային եւ հիմնական լրատվական թողարկումների ժամանակ նույնատիպ հաղորդումների համեմատ H1-ով 6 անգամ ավելի եթերաժամանակ է տրամադրել քաղաքական կուսակցություններին։ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ամփոփելով Պոլիտլոգոս իրավիճակային վերլուծությունների եւ քաղաքական հետազոտությունների ակումբում անցկացված սեկցիոն նիստերի արդյունքները տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը ժամը 11-ին տեղի է ունենալու պլենար նիստ, որին մասնակցելու են անցյալ 2 ամիսներին Պոլիտլոգոս ակումբում հյուրընկալված այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կարևորում են ընտրություններին հանրային վերահսկողության մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունը։ Պլենար նիստը բացառությամբ սկզբի 10 րոպեներին անցկացվելու է դռնփակ։ Հետո այն ուղիղ կապով ամբողջությամբ հեռարձակվելու է ինտերնետով, վերջում ընդունվելու է եզրափակիչ փաստաթուղթ խորհրդատվական առաջարկության ձևով։ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագետների միության անունից պատրաստակամություն է հայտնել պլենար նիստին մասնակցել պատրաստվող կուսակցությունների ղեկավարների համաձայնության դեպքում իրենց գրասենյակը տրամադրել միջկուսակցական միասնական շտաբ ստեղծելու համար։ Նրա հավաստմամբ մինչև հիմա իրենց կազմակերպած լսումների արդյունքից պարզ է դարձել, որ ընտրությունների հիմնական արատը ընտրացուցակների ուռճացումն է։ Այդ միասնական շտաբի ձևավորումը մեծապես կնպաստի ոչ միայն ընտրացուցակների ճշտման գործընթացին, այլև կօգնի պաշտպանել ընտրողի քվեն, եզրակացրել է Հմայակ Հովհաննիսյանը։ Արմիր թելի նման մեր լսումների մեջով անցնում է ահա այդ մտահոգությունը ցուցակների ընտրողների ցուցակների կազման խնդրով։ Ուրեմն 450,000 ընտրողով մարտով ընտրացուցակները ուռճացվել են եւ այդ պայմաններում մենք գտնում ենք, որ պետք է ձևավորվի միասնական շտաբ, որը հանձնախմբերից մեկը այդ շտաբի, գուցե ամենակարևոր, զբաղվի ընտրացուցակների ճշտման հարցով։
Ժառանգությունը եւ ազատ դեմոկրատները ստեղծել են հեռանկարային թիմ։ Այսպես են արտահայտվել վերոնշյալ կուսակցությունների դաշինքը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը։ Ինչ վերաբերում է ազատ դեմոկրատների անդամ Արարատ Զուրաբյանի համամասնական ցուցակում առաջադրված չլինելուն, ապա ինչպես Ալեքսանդր Արզումանյանն է նկատել, դա հենց Զուրաբյանի ցանկությունն է։ Չնայած դրան Արարատ Զուրաբյանը շարունակելու է դաշինքի հետ մասնակցել ընտրական գործընթացներին, հանուն դաշինքի հաղթանակի։ Ինչ վերաբերում է դաշինքի համագործակցությանը այլ ուժերի հետ, ապա վերջինիս ներկայացուցիչները նկատել են, որ դա իրատեսական է միայն ընդդիմադիր ուժերի հետ։ Չնայած դրան ժառանգության փոխնախագահը չի մոռացել ՀԱԿ-ի հետ ունեցած անհամաձայնության փաստը կապված մեծամասնական ընտրակարգով միասնական թեկնածուի պաշտպանության հետ։ Անթակույց պարզ դարձավ, որ թիվ 12 եւ թիվ 13 ընտրատարածքներում ՀԱԿ-ի ներկայացուցիչը եւ ուրեմն հանրապետական կուսակցության ներկայացուցիչը միասին պայմանավորվել են ըստ ընտրատարածքների պաշտպանել միմյանց։ Եվ այստեղ ուզում եմ ավարտել խոսքս հետեւյալով, որ ի վերջո եթե օրվա կեսը կարելի ասել ուրեմն իշխանափոխության մասին մի քանի անգամ իսկ օրվա հաջորդ կեսին բանակցել այդ նույն իշխանության ներկայացուցիչների հետ, որպեսզի բերեն խորհրդարան, այստեղ արդեն մի քիչ ես կասկածում եմ, որ իշխանափոխության մասին ամեն օր կրկնելը դա ռեալ հիմք ունի։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ընտրությունների ճշգրիտ եւ հավասարակշռված լուսաբանմանը նվիրված երկօրյա դասընթաց են կազմակերպել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը եւ Իրավունքի Եվրոպա միավորումը։ Միջոցառումը իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն հետաքրքրված են Հայաստանում լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանմամբ։ Այդ իսկ պատճառով նրանց նախաձեռնությամբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկնարկել է երկօրյա դասընթաց, որի նպատակը ընտրական գործընթացներում եւ խոսքի ազատության միջազգային չափանիշների ոլորտում հայ լրագրողների իրազեկման մակարդակը բարձրացնելն է։ Ընտրական գործընթացների հավասարակշռված լուսաբանումը հիմնարար կարևորություն ունի ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար։ Մենք հույս ունենք, որ այս դասընթացը լրագրողներին կզինի անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով, որպեսզի կարողանան ապահովել ընտրությունների ճշգրիտ եւ հավասարակշռված լուսաբանումը եւ դրանով իսկ օգնեն ընտրողներին կատարել գիտակցված ընտրություն։ Միջոցառման ընթացքում միջազգային եւ հայ փորձագետները կանդրադառնան ընտրական օրենսդրությանը, ընտրական վեճերին, զրպարտության եւ իրավորանքին առնչվող իրավական ակտերին, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալու իրավունքին եւ լրագրողական էթիկային։ Ըստ Հայաստանի կառավարության, ընտրությունները կլինեն երբևէ անցկացված ամենաազատն ու ամենաարդարը։ Մենք հավատացած ենք, որ լրագրողները պատասխանատվություն ունեն տեղում ստուգելու, արդյոք դա իսկապես այդպես կլինի։ Խորհրդարանական ընտրություններն արժանահավատ եւ հավասարակշռված լուսաբանմանը միտված այս դասընթացը Հայաստանում ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մի մասն է, որ իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Նայիրա Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարել է հերթական արտահերթ նիստը։ Օրակարգում քննարկվել է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին, հանրային ռադիոից եւ հանրային հեռուստատեսությունից անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը։ Սահմանվել է հատուկ ժամանակակարգ, ըստ որի յուրաքանչյուր կուսակցության տրվելու է մինչեւ 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի եթերաժամ։ Այնուհետև ըստ վիճակահանության որոշվելու է կուսակցություններին քարոզչության համար եթեր տրամադրելու հերթականությունը ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4 ընկած ժամանակահատվածի համար։ 2012 թվականի ապրիլի 8-ից մինչև 2012 թվականի ապրիլի 22-ը ներառյալ օրական 2 րոպե անվճար եւ մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամի տրամադրում, 2012 թվականի ապրիլի 23-ից մինչև 2012 թվականի ապրիլի 28-ը ներառյալ օրը 2 րոպե անվճար եւ մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամի տրամադրում եւ 2012 թվականի ապրիլի 29-ից մինչև 2012 թվականի մայիսի 4-ը ներառյալ օրը 3 րոպե անվճար եւ մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամի տրամադրում։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ ապրիլի 1-ին մեկնել է Բաքու մասնակցելու Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի երկրորդ լիագումար նիստին։ Պատվիրակության կազմում Վահան Հովհաննիսյանից զատ ընդգրկված են Նայրա Զոհրաբյանը, Արտակ Զաքարյանը, Արամ Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Մանվել Բադայանը։ Վեաժողովի նիստերը տեղի են ունենալու ապրիլի 1-ից 4-ը։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը Երևան է վերադառնալու ապրիլի 5-ին։ Խորհրդարանական վեաժողովի մասին հեռախոսով տեղեկություններ է հաղորդում Ազգային ժողովի եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նայրա Զոհրաբյանը։ Հայկական պատվիրակությունը
ուժամի հասավ Բաքու, պիտի ասեմ, որ ադրբեջանական կողմը անվտանգության խստագույն միջոցառումներ էր ձեռնարկել հայկական պատվիրակության համար եւ ընդհանուր Մոսկվայից արդեն մեծ ադրբեջանական կողմը դիմավորեց եւ առաջ պահանջեն գտնվում ենք նրանց անվտանգության խստագույն հսկողության ներքո եւ դա միանգամայն հասկանալի է, ինչ վերաբերում է կոնկրետ Եվրանեստի աշխատանքներին, ապա ուզում եմ նշել, որ առավոտյան տեղի ունեցավ երկու հանձնաժողովների տնտեսական եւ էներգետիկ եւ մեզ համար զարմանալի է, որ այդ երկու հանձնաժողովներում ադրբեջանական կողմը չփորձեց ուրեմն խեղաթյուրել փաստերը, չփորձեց դասացնել կրկին անգամ խոսել 20% հավաստարած 1 միլիոն փաստականներ այդ անհետեւությունների մասին, բայց ինչպես ասում են, կարմիր կողը իր կաշին չի փոխում եւ մեր լավատեսությունը պոզիտիվ շատ կարճ տևեց, ընդամենը հենց նոր րոպեներ առաջ ուրեմն քաղաքական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ նրա ողջ ելույթը նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, փաստերի կատարյալ խեղաթյուրում, այնինչ ադրբեջանական ուրեմն դեզինֆորմացիան մշտապես հնչեցնում է միջազգային բոլոր կառույցներից եւ բնականաբար հայկական պատվիրակությունից առաջինը խոսք խնդրեցի եւ ուրեմն եվրոպացի պատգամավորների արևելամետ գործընկեր պատգամավորների ներկայությամբ դիմելով Ադրբեջանի արտգործնախարարին ասացի, որ մեր լավատեսությունը, որ առավոտյան կարևոր դուք այս անգամ միգուցե փորձեք վերապահմանալ փաստերի կատարյալ խեղաթյուրումից ցավոք սրտի կարճ տևեց, ինչի վկայությունն է ձեր, որպես արտգործնախարարի ելույթը փաստերի կատարյալ խեղաթյուրում, այնինչ դուք համարում եք օկուպացիա, մենք իրենին եւ փաստերին տարբեր գնահատական ենք տալիս, այնինչ դուք համարում եք օկուպացիա, դա միջազգային իրավունքի այնպիսի նորմ է, ինչպիսի ինքնորոշման իրավունքը, ինչ վերաբերում է ուրեմն օկուպացիայի, ապա մեծ ընդամենը մեկ օկուպացիա է հայտնի Ադրբեջանի կողմից, ուրեմն Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների օկուպացիա եւ խորհուրդ տվեցի Ադրբեջանի արտգործնախարարի միջազգային հաստատություններից դադարել, ուրեմն խեղաթյուրել փաստերը, խեղաթյուրել իրողությունը։ Հույդա Հայդատի հանձնախմբերը, որ ավելի քան 6 տասնամյակ գործում են աշխարհի տարբեր երկրներում, զբաղվում են հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրներով, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության հարցերով, ինչպես նաեւ նպաստում են տարբեր երկրների եւ Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը։ Միացյալ Նահանգների Հայդատի հանձնախումբը այս պահին աշխատանքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքի վերադարձման եւ հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր, ֆինանսական հատկացումներ Ջավախքին եւ Լեռնային Ղարաբաղին ամերիկյան կառավարության արտերկրյա հատկացումներից։ Այս համատեքստում վերջերս Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Բրեդ Շերմանը կոչ էր արել մեծացնել Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության 2013 թվականի բյուջեյով Վրաստանին տրվելիք օգնությունից Ջավախքին հատկացվելիք մասնաբաժինը։ Բրյուսելի Հայդատի գրասենյակի ուշադրության կենտրոնում եւս ջավախահայության խնդիրներն են։ Այս համատեքստում վերջերս Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրելյանը այցելել է Բրյուսել Եվրախորհրդանի պատգամավորներին ներկայացնելու ջավախահայության խնդիրները եւ դրանց լուծման առաջարկները։ Թե երեսփոխաններու եւ թե խորհրդի անդամները ասին ուզեցին կոնկրետ այլևս հստակ իրենց տրվին օրինակներ, իրենց տրվին ծրագիրներ, որովհետեւ կարենա Եվրոպական միությունը իր աստեցությունը բանեցնել Վրաստանի իշխանություններուն վրա։ Մոտորերս պետքա Թիվլիսում Եվրոմիության ներկայացուցչության հետ արդեն հանդիպում կազմակերպենք եւ նույն հարցերը, նույն խնդիրները, որոնք կան, հարցացնենք նաեւ Թիվլիսի Եվրոմիության գրասենյակի մեջ մեր սկսած գործի ընթացքն է, որը որ ցույց է տալիս։ Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականի հատկացման պարզեցված ընթացակարգեր, որոնք էապես կնվազեցնեն այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը։ Ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակում ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, 2 եւ 3 հաշվառման քննական բաժանմունքները միավորվել են մեկ ստորաբաժանման կազմում, որը իր նոր վարչական շենքով եւ քննական ավտոդրոմով քաղաքացիներին սկսելու է սպասարկել վաղվանից։ Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական նոր ստորաբաժանումը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում գաջեգործների 76 հասցեում։ Գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականի հատկացման պարզեցված ընթացակարգից զատ ճանապարհային ոստիկանության նոր ստորաբաժանումն իրականացնելու է այլ գործառույթներ եւս։ Այսուհետ տրանսպորտային միջոցի գրանցումից եւ հաշվառումից հանելու առանձին գործընթաց չի իրականացվելու։ Փոխարենը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցմանը զուգահեռ տրանսպորտային միջոցը հանվելու է նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից եւ հաշվառումից։ Քաղաքացին տրանսպորտային միջոցի հետ կապված, եթե կատարում է գրանցում հաշվառում, տրանսպորտային միջոցով մոտենում է զննության կայան, զննության կայանի աշխատակիցները համեմատում են իրական եւ փաստաթղթային տվյալները,
տրանսպորտային միջոցի հետախուզման մեջ գտնվելու փաստը, ապայի արկայությունը, որից հետո արձանագրության քարտ են լրացնում, քարտի վրա նշված է լինում տրանսպորտային միջոցի իրական տվյալները, նաև այն վճարները, թե ինչ վճարներ է քաղաքացին վճարման վայրում իրականացնելու։ Եթե նախկինում տրանսպորտային միջոցները գրանցում էին 1-2 ժամում, ապա ներկա պայմաններում տրանսպորտային միջոցների գրանցումը եւ հաշվառումը իրականացվելու է մինչեւ 35-40 րոպե։ Աստիճանաբար այդ գործընթացը գնալով կնվազի մինչեւ 20 րոպե։ Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների շրջանակում հանվել է տրանսպորտային միջոցի գրանցումը եւ հաշվառումը սեփականատիրոջ հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումում իրականացնելու պարտադիր պահանջը։ Արդյունքում վերացել է նաեւ տարանցիկ համարանիշերի համար սահմանված 3000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը։ Հանրապետության նախագահը ոստիկանապետի եւ քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է ճանապարհային ոստիկանության նորակառույց վարչական շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ պարզեցված ու բարեփոխված ընթացակարգերին։ Մինչ բոլորը ծանոթանում են ճանապարհային ոստիկանության պարզեցված եւ բարեփոխված նոր ընթացակարգերին, Դավիթը հաշված րոպեների ընթացքում ձեռք է բերում նոր համարանիշ։ Ժամանակի առումով շատ հեշտ տևեց, մոտ 20 րոպե, առաջ էլի առնչվել եմ այս գործողություններով, տևել էր մոտ ժամ ու կես, հələ չհաշված, որ ընդմիջում տակ էինք ընկնում, հիմա շատ լավ էր, գոհ եմ։ Նշենք, որ որևէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլևս չի հանձնելու տեսական քննություն եւ վարորդական վկայական է ստանալու միայն գործնական քննության արդյունքով։ Հետևաբար վերանում է նաեւ 3000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը։ Փոխվել է նաեւ համարանիշերի հատկացման աճուրդային կարգը։ Համարանիշերը այսուհետ հատկացվելու են սահմանված գնի վճարման դիմաց։ Սեփականատերը կարող է ընտրել ցանկացած ազատ համարանիշ եւ տրանսպորտային միջոցը նույն պահին կհաշվառվի այդ համարանիշով։ Արթուր Հակոբյան, Հովանես Չապարյան, Էպիկենտրոն։ Ճգնաժամը եւ իր տարօրինակ հետևանքները։ Եվրոպայում սկսվել է իսկական խառնաշփոթ անշարժ գույքի շուկայում։ Առաջարկները մեկը մյուսից շահավետ են։ Հետաքրքրասերներին առաջարկում ենք հետևել տեսանյութին։ Վարձով է տրվում Հունաստանի Կրետե կղզու տեսարժան վայրերից մեկը՝ կնոսական պալատը։ Նման տարօրինակ հայտարարության ամեն օր չէ որ կհանդիպես։ Հունաստանը վարձով է տալիս, Չինաստանն էլ համաձայնվել է վարձակալել։ Այս գեղատեսիլ վայրը ուղիղ 50 տարի գտնվելու է չինացիների տրամադրության տակ։ Գործարքի արժեքը թեպետ չի հրապարակվում, բայց նախնական տվյալներով այն կարող է կազմել 25 միլիարդ եվրո։ Վարկերից եւ արտաքին պարտքերից տառապող Հունաստանը վաճառում է ամեն ինչ։ Տեսարժան վայրերին հաջորդում են ոչ պակաս թանկարժեք հյուրանոցները։ Հունաստանում հյուրանոց պահելը դարձել է ոչ շահավետ, ինչը հիմնականում պայմանավորված է զբոսաշրջիկների թվի կտրուկ անկմամբ։ Անշարժ գույքի շուկայում առավել հարմար պայմանների կարելի է հանդիպել Հունաստանի հարևան երկրում Բուլղարիայում։ Շինարարական հզոր կազմակերպությունը սննկացումից հետո վաճառքի է հանել 108 բնակարան Բոբովդոլ քաղաքում։ Բնակարանների գները տատանվում են ռեկորդային 2000-ից 5000 եվրոյի սահմանում։ Էժան գնով ձեռք բերված բնակարանների տերերը կարող են պարծենալ Եվրամիությունում բնակարան ունենալու փաստով, սակայն որոշ ժամանակ անց նրանք ստիպված են լինելու խոստովանել, որ իրենք չեն կարողանում վարձով տալ ճգնաժամի մեջ գտնվող քաղաքում ձեռք բերված իրենց բնակարանը։ 5000 եվրո արժողությամբ հյուրանոց, թե 2000 եվրո արժողությամբ բնակարան։ Ջրի գնով գործող այս առաջարկներից կարող են օգտվել նաև մեր հայ գործարարները, ովքեր իրենց շքեղ առանձնատների եւ հյուրանոցների ցանկում կարող են ավելացնել եւս մեկը, բայց ոչ ավել ոչ պակաս Եվրամիության երկրներում։ Գևորգ Խաչատրյան, Էպիկենտրոն։ Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ Սիրիայի բարեկամների համաժողովը Ստամբուլում համատեղ հռչակագիր է ընդունել, որով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանին հորդորել է Սիրիայի ծրագրի կատարման մանրամասն ժամատախտակ մշակել։ Համաժողովը սիրիացիներին, մասնավորապես բանակում եւ անվտանգության ուժերում ծառայողներին կոչ արել չմասնակցել բռնի գործողությունների, իսկ միջազգային հանրությանը զգուշացրել է զենք չվաճառել Սիրիային։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոնը իր ելույթում ասել է նաև, թե նախագահ Ասադը պետք է հեռանա։ Միաժամանակ Ստամբուլի այն շենքի առջև, որտեղ ընթանում էր համաժողովը, Սիրիայի բարեկամներ կոչվող դաշինքի դեմ բողոքի ցույցի էր դուրս եկել Թուրքիայում բնակվող եւ նախագահ Ասադի աջակից մի քանի 100 սիրիացի։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանում էլ ասել է, որ Սիրիայի ծրագրի կատարման ժամկետներ սահմանելու իրավունք ունի միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հաստատել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ պլյուս Գերմանիա բանակցությունները Իրանի հետ տեղի են ունենալու ապրիլի 13-ին Ստամբուլում։ Նա հավելել է, որ միջուկային ծրագրի շուրջ խաղաղ բանակցությունների դռները հավերժ է, որ բաց են մնալու Իրանի առջև։ Ուստի առաջիկա այս բանակցություններին մասնակցելով Իրանը ցույց կտա, որ անկանխատեսելի երկիր չէ։ Սիբիրում Տյումենի մոտակայքում վթարի է ենթարկվել ռուսական UT ավիաընկերությանը պատկանող ֆրանս-իտալական արտադրության ATR-72 օդանավը, որը Տյումենից ուղևորվել էր Սուրգուտ։ Օդանավում եղած 43 հոգուց առնվազն 32-ը զոհվել է։ Վիրավորները ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։ Ռուսաստանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը, զոհերի թվում կան երեխաներ։ Փրկարարների տվյալներով վթարի վայրում հայտնաբերվել է 9 ողջ մնացածներ և 11 զոհերի մարմիններ։ Բելգիական ոստիկանությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ երեկվա բողոքի ակցիայի մասնակից մոտ 200 մարդու ձերբակալել է։ ՆԱՏՕ-ի խաղը ավարտված է կարգախոսի ներքո, նրանք փորձել են կենտրոնակայանի շենք ներխուժել։ Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ եվրոպական տարբեր երկրներից։ Ռուբեն Բաբայանը ասաց եղեցի փառատոն և եղավ փառատոն։ Մի քանի ժամ առաջ Տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել Թատրոն X հանրապետական փառատոնի բացման արարողությունը։ Այս տարի էլ փառատոնի կազմակերպիչներն են Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Մշակույթի նախարարությունը։ Գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն է։ Մեկնարկից առաջ կեսօրին կազմակերպիչները փառատոնի մասին նախնական մանրամասներ են փոխանցել լրագրողներին։ Նրանց թվում նաև իմ գործընկերն է եղել։ Ամենափառատոնը ճիշտ է, բայց դա դոգմա չէ, դոգման այսա է։ Հենց այսպես էլ մեկնարկում է 5-րդ Թատրոն X-ը, իսկ ամենասկզբում թատերական գարուն, գարնանային թատրոն, աշնանային ձմեռ։ Մեկնարկող փառատոնի անունը որոշելիս ինչ առաջարկ ասես, որ չի հնչել։ Ընտրվածը Ռուբեն Բաբայանի իրեն բնորոշ հարցական, հանդարտ արձագանքն է բոլոր առաջարկներին։ X ամենաանորոշ արվեստին հատուկ անուն, երբեք չես իմանա դերասանն ինչ կանի հաջորդ վայրկյանին, հանդիսատեսն ինչպես կարձագանքի, բայց փառատոնից սպասելիքները հստակ են։ Ինքս էլ ոնց որ թե հոգով երիտասարդացել եմ եւ ավելի առույգ եմ զգում։ Ահա թե ինչ կտա իմ նման մարդկանց, ահագին բան տվեց։ Թատրոն X-ը թատրոնի ներսում ձևավորում է քաղաքացիական հասարակություն, որովհետև Թատրոն X-ը հնարավորություն է տալիս տեսակետի արտահայտման համար եւ դիրքորոշում դրսևորելու համար։ Առաջին Թատրոն X-ին 8 թատերախումբ էր մասնակցում եւ միայն Երևանում։ Այսօր 30 թատերախումբ Երևանում, մարզերում եւ Արցախում։ Մշակույթի նախարարության քաղաքականության հաջողված օրինակի գաղտնիքը փոխնախարարն է բացում։ Յուրաքանչյուր փառատոնից հետո մենք ունենում ենք յետ փառատոնային վերլուծությունների փուլ։ Վերլուծական փաստաթուղթ է կազմվում, որից դրական կետերը բաց թողնելով թերացումներն են նշվում։ Խաղացանկերում ժամանակակից մտքերի պակաս կա, ռեժիսորական միտքն է թույլ 90% ներկայացումներում։ Դերասանական խաղը ամենացածր մակարդակում է, հատկապես ոչ պրոֆեսիոնալ թատրոններում։ Պետք չէ նորից վախենալ, ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Նիչեն ասում էր, որ մշակույթը դա խնձորյան բարակ կլեպն է, որը զսպում է աշխարհի քաոսը։ Կարծում եմ ավելի ճիշտ արտահայտվել դժվար է։ Քաղաքական գործիչը մտածում է ապագա ընտրությունների մասին, պետական գործիչը ապագա սերնդի մասին։ Չերչիլի խոսքն է մեջբերում գեղարվեստական ղեկավարը։ Նրա միտքը շարունակում է փառատոնի պրոդյուսերը։ Պարոն Ծառուկյանը մշտապես կարևորում է մշակութային այնպիսի նախաձեռնությունները, որոնք միտված են զարգացնելու մեր մշակույթը, մեր ազգային պետականության շահերից ելնելով եւ ընդհանրապես բոլոր այնպիսի նախաձեռնությունները, որտեղ կարևորվում է երիտասարդի ներուժը։ Բարեգործական հիմնադրամի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նաև ուղերձ է հղել։ Թատերական աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանում հերթական անգամ մեկնարկում է Թատրոն X փառատոնը, որն արդեն հասցրել է դառնալ մեր երկրի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։ Իր ձևով եւ բովանդակությամբ յուրօրինակ այս միջոցառումը ոչ միայն լրացուցիչ հնարավորություն է ընձեռում թատերական խմբերին հայ հանդիսատեսին ներկայանալ իրենց նոր ներկայացումներով, այլև բացառիկ հնարավորություն է հենց տեղում մասնագետների ու հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ քննարկումներ, կառուցողական բանավեճեր կազմակերպելու համար։ Արվեստի այս ճյուղը բոլոր ժամանակներում էլ հատուկ հոգացության, ուշադրության եւ վերաբերմունքի է արժանի, քանի որ այն էապես նպաստում է երիտասարդ սերնդի գեղագիտական ճաշակի ձևավորմանը, մեր մշակութային արժեքների տարածմանն ու զարգացմանը։ Հուսով եմ, որ այս անգամ էլ փառատոնը հանդես կգա նման բարձր առաքելությամբ։ Մաղթում եմ փառատոնին բարի երթ, իսկ հանդիսատեսին դիտարժան ներկայացումներ։
Դե իսկ մրցանակների մասին ամենավերջում փակման արարողության ժամանակ ինչպես վայել է փառատոնի անվանը։ Անի Ավետյան, Մելիք Ղարիբյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ 2008 թվականին միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովում ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր հայտարարվեց։ Պարզելով հիվանդության բացասական ազդեցությունը երեխաների, նրանց ընտանիքների, հասարակության եւ համայնքների կյանքի որակի վրա, ի հայտ եկավ աուտիզմ ունեցողների կյանքի որակի բարելավման անհրաժեշտություն։ Այս նպատակով Օրանժ Արմենիա ընկերության աշխատակցուհու նախաձեռնությամբ եւ Օրանժ հիմնադրամի ֆինանսավորմամբ մայիսի 1-ից մեկնարկելու է ծնողը աուտիզմով երեխայի թերապևտ նախագիծը։ Արամը 6 տարեկան է, որ երեխան հաղորդակցվելու հետ կապված խնդիրներ ունի, ծնողները պարզել են 2 տարի առաջ։ Շուրջ 1 տարի է, ինչ Արամը հաճախում է մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ասոցիացիա։ Մասնագետների կողմից ցուցաբերված օգնության արդյունքն ակնառու է, հավաստում է երեխայի մայրը։ Կենտրոն հաճախելուց մի քանի ամիս հետո արդեն մեծ փոփոխություն իրամոց զգացվեց։ Կարամ ասեմ 3 ամսվա ընթացքում ինքը խոսում է ռուսերեն, մուլտիկներից սովորել է ռուսերեն։ Արամի եւ նմանատիպ խնդիրներ ունեցող այլ երեխաների համար Օրանժ Արմենիայի աշխատակից, բայց կրթությամբ հոգեբան Աննա Սեթրակյանը մշակել է ծնողը աուտիզմով երեխայի թերապևտ նախագիծը, որի կյանքի կոչման համար Օրանժ հիմնադրամը տրամադրել է 3 միլիոն դրամ գումար։ Ծրագրի հիմնական նպատակն է. Երեխաների հետ մասնագետները աշխատելու են նկարների փոխանակության կոմունիկացիոն համակարգ մեթոդիկայով, ինչը մի շարք երկրներում արդեն կիրառվում է։ Ծրագրի նպատակն է սովորեցնել ծնողներին, որպեսզի իրենք երեխայի հետ իրենց հաղորդակցման ընտրված մեթոդներով կարողանան լավացնել երեխայի շփման եւ հաղորդակցման հմտությունները։ Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենի վստահեցմամբ ընկերության աշխատակիցների նմանատիպ նախաձեռնությունները մշտապես աջակցության են արժանանալու։ Լինելով հեռահաղորդակցման ոլորտի ընկերություն, Օրանժն իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության հաղորդակցման հետ խնդիրներ ունեցող անդամների հանդեպ։ Ծնողը աուտիզմով երեխայի թերապևտ ծրագիրը մեկնարկելու է մայիսի 1-ից, իսկ մինչ այդ աուտիզմով տառապող երեխաների ծնողները պետք է հերթագրվեն, զանգահարելով 055 54 55 31 կամ 055 44 31 55։ Մանե Էփրեմյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արամ Խաչատուրյանը եւ բելգիական Global Medical Solutions ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Բաքրջյանը այսօր Երևանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնի հիմնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրը իրականացվում է պետական մասնավոր համագործակցությամբ։ Ծրագրի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Կենտրոնի համալիրը իր մեջ ներառում է տեխնիկական բարձր հագեցվածությամբ եւ 3 բաժանմունքներ՝ լաբորատորիա ռադիոիզոտիպների սինթեզման ցիկլատրոն սարքով, ախտորոշման կենտրոնով Հայաստանում նախատիպը չունեցող պետնորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռևս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը։ Կենտրոնում հնարավոր է լինելու արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը նպաստելու է օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը։ Global Medical Solutions-ը այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ։ Ընկերության գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիներում, Թայվանում եւ Թայլանդում։ Կանանց միամսյակի կապակցությամբ զոհված ազատամարտիկների եւ անհետ կորածների կանանց, աղջիկների եւ մայրերի համար գեղեցիկ միջոցառում է կազմակերպել Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցության նախագահ Գարդմանա երկիր հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Սպարտակ Մելիքյանը։ Հիշողությունը մեր խիղճն է, հիշելը մեր պարտքը խորագրով միջոցառումն էր մեկտեղել Երևանից եւ Հանրապետության 8 մարզերից եկած 200 կանանց եւ աղջիկներին։ Արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհասեղանին դրած եւ անհետ կորած քաջարի մարտիկների մայրերի, կանանց ու աղջիկների տոնն է հավաքի շարժառիթը։ Օրվա խորհրդի իր մեկնաբանությունն ունի Սպարտակ Մելիքյանը։ Ազատամարտիկների ընտանիքներին հիշելը յուրաքանչյուրի սպարտքն է, իսկ նրանց մայրերին առավել եւս, քանի որ մեր ազգը գոյատևում է հերոս զավակներ ծնած մայրերի շնորհիվ։ Ես ցանկանում եմ ձեզ, որպեսզի դուք լինեք հզոր, այդ կորուստը, որ տվել են ձեր օջախները, տրված եղել այդ տաները իրենց կյանքը տվել են մեր հայրենիքի համար եւ մենք նաեւ պետք է հպարտանանք իրենց։ Արցախյան ազատամարտում անհետ կորածների մայրերը հավատով սպասում են, որ իրենց զավակները մի օր գալու են եւ իրենց համար իսկական տոնը հենց այդ օրն է լինելու։ Բոլորի համար պատերազմը ավարտվել է, բայց մեր ընտանիքների համար անհետ կորածների պատերազմը շարունակվում է։ Պատերազմը մտել է մեր բոլորի տուն ու դուրս չի գալիս։ Այսօր ես զգում եմ, լավ եմ զգում ինձ,
Այսքան 13 տարի արդեն ես այսօր ինձ մի քիչ լավ եմ զգում, որ ուշադրություն են դարձնում մեր նման ծնողներին։ Ես արդեն 10 տարի է համարյա ճանաչում եմ պարոն Մելիքյանին, նա միշտ աշխատում է մեր ընտանիքների հետ։ Ես ուղղակի չեմ կարող իմ հիացմունքս թաքցնել։ Նմանատիպ միջոցառումներն ինչ-որ չափով թեթևացնում են սևազգեստ մայրերի եւ կանանց վիշտը։ Միջոցառմանը ներկային Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ու ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության падգամավոր Գագիկ Մելիքյանը, ովքեր ողջունելով նախաձեռնությունը եւ շնորհավորելով կանանց միամսյակի կապակցությամբ փոխանցեցին նաեւ Պաշտպանության նախարարի եւ Հանրապետության նախագահի շնորհավորանքները զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին։ Այն գնահատականները, որ տրվեցին Գարդմանահայության կողմից զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին, կարծում եմ, որ միշտ արժանի է ամենաբարձր հիշատակումների եւ ամենաբարձր գնահատականների։ Յուրաքանչյուրը ոչ միայն պետք է ուրախանա, այլև հպարտանա ու միշտ հիշի նրանց, ովքեր իրենց նվիրման, անձնազոհության եւ հերոսական ոգու շնորհիվ կերտեցին մեր հաղթանակը։ Սպարտակ Մելիքյանը վստահեցնում է, որ ավանդական դարձած միջոցառումը շարունակական է լինելու, իսկ զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին հուզող ցանկացած խնդիր եղել եւ մնալու է իր ուշադրության կենտրոնում։ Արթուր Հակոբյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Թողարկման այս հատվածում մարզաշխարհի նորություններն են, որը ձեզ կներկայացնի Կարո Պողոսյանը։ Խնդրեմ Կարո։ Շնորհակալություն Արա։ Մարզաշխարհի նորություններին կանդրադառնանք կարճատև դադարից հետո։ Բարի երեկո։ Գերմանաբնակ հայ ազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր հերթական հաղթանակն է տոնել։ Այս անգամ Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Արքան միավորներով առավելության է հասել 33-ամյա լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչևսկու նկատմամբ եւ պահպանել WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթական մենամարտից հետո Ավետիք Աբրահամյանը, նույն ինքը Արթուր Աբրահամը հայտարարել է, որ իր հաջորդ մրցակիցը WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցն է լինելու։ Այդ հանդիպումը հնարավոր է կայանա օգոստոսին։ Հիշեցնենք, որ 32-ամյա Արթուր Աբրահամը մինչ օրս պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 37 մենամարտերից 34-ում հաղթել է, ընդ որում 27-ը նոկաուտով։ 3 անգամ էլ ճաշակել է պարտության դառնությունը։ Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Հիշեցնենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեր մարզադաշտերը պատրաստ չէին, ինչի պատճառով առաջնության Անդրանիկ տուրի հանդիպումները հետաձգվել էին։ 3 տեղի են ունեցել երկրորդ տուրի խաղերը։ Միկան արտագնախաղում 1-2 հաշվով հաղթել է Իմպուլսին։ Շիրակը միևնույն հաշվով առավելության է հասել Արարատի նկատմամբ։ Բանանց Փյունիկ հանդիպումը ոչ ոքի 1-1 հաշվով է ավարտվել։ Ուլիս Գանձասար մրցավեճում էլ գոլազուրկ ոչ ոքի է գրանցվել։ Կենտրոն հեռուստաընկերությունը շարունակում է հեռարձակել ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության խաղերը։ Նախորդին մեր ուղիղ եթերում 28-րդ տուրի Հոֆենհայմ Շալկե 0-4 մրցավեճն էր։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1-1 հաշվով։ Մրցակիցները միմյանց դարպասը գրավեցին 11 մետրանոցի նշակետից։ Նախ 30-րդ րոպեին Հոֆենհայմի կիսապաշտպան Սեյադ Սալիխովիչը բացեց հանդիպման հաշիվը։ Խաղավարտից 10 րոպե առաջ էլ Շալկե 0-4-ի հոլանդացի լեգիոներ Կլասիան Հունտելարը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հոֆենհայմ Շալկե 0-4 ոչ ոքի 1-1։ 28-րդ տուրից հետո 63 միավորված տակած Դորտմունդի Բորուսիան շարունակում է միանձնյա գլխավորել Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մյունխենի Բավարիան առաջատարից 3 միավորով է հետ մնում։ Լավագույնների եռյակն էլ եզրափակում է իր ակտիվում 54 միավոր գրանցած Շալկե 0-4-ը։ Կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը 7-րդ անընդմեջ պարտությունն է կրել։ Այս անգամ մեր ֆուտբոլիստուհիները սեփական հարկի տակ 2-4 հաշվով զիջել են Ավստրիայի ընտրանուն։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հանդբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանն անհաջող հանդես եկավ։ 10-րդ խմբում ընդգրկված մեր պատանի հանդբոլիստները առաջին մրցավեճում 11-47 հաշվով պարտվեցին Բելգիայի, այնուհետև 14-38 հաշվով Սերբիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականը խմբում վերջին տեղը գրավեց եւ դուրս մնաց հետագա մրցապայքարից։ 10-րդ խմբից հաջորդ փուլ դուրս եկավ առաջին տեղը գրաված Սերբիայի թիմը։ Մարզաշխարհի նորություններից այսօր այսքանն ենք նախատեսել։ Կհանդիպենք վաղը։ Բարի գիշեր։ Ցտեսություն։ Ռոսգոստրախ Արմենիա շուկայի բացարձակ առաջատար։ Ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։ Երբեմն նույնիսկ չգիտակցելով։
որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։